Շփոթ հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները 1 միլիարդ 634 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր, միաժամանակ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդասյան։ Նախ թվարկենք այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս փաթեթով։ Արագածոտնի մարզում Ապարան համայնքի Ապարան, Ծաղկաշեն, Արագած, Քուչակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում ընթացքի մեջ են աշխատանքները, այս պահին ասֆալտապատվել է շուրջ 2 կիլոմետր ճանապարհ։ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ, Արևաբույր, Ներքին Խարբերգ, Ներքին Կյուրին կամ նոր երևի, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ կատարված շինարարական աշխատանքների 70%-ն է կատարված, ասֆալտապատվել է 10 կիլոմետր ճանապարհ։ Մասիս համայնքի Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը, կառուցվել է 6.5 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգ, շահառուները 327 տնային տնտեսություն եւ Արտաշատ համայնքի Ոստան, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Նորաշեն, Բերթիկ եւ Վերին Արտաշատ բնակավայրերի գազաֆիկացում ավարտված են աշխատանքները 61 տնային տնտեսության համար 3.8 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել։ Հաջորդը Արմավիրի մարզում Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն եւ Համերաշխություն փողոցների գազաֆիկացում կատարված է շինաշխատանքների 90%-ը, կառուցվել է 1.8 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 112 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Մկրտչյան եւ Արարատյան փողոցների Գրիբոյեդով բնակավայրի Սևակ փողոցի Առատաշեն եւ Խորոնդ բնակավայրերի փողոցների գազաֆիկացում աշխատանքները ավարտվել են 1.7 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել, շահառուները 38 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում եւ հարակից տարածքի բարեկարգում կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում ավարտական փուլ վերակառուցվել է 220 քառակուսի մետր մակերեսով կենտրոնական շատրվանը։ Ինչի ավարտական փուլ, պարոն Խուդասյան, չի ավարտվել, ինչի ծրագիր։ Ավարտել է, պարոն վարչապետ, այս 5%-ն է, չնայած սալիկապատման հետ կապված որոշակի բաներ են եղել, գիտեմ, որ քանդել են տվել սալիկապատված 5%-ն ընդամենը։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան նորոգում կատարված է աշխատանքների 95%-ը, նորոգվել է 310 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Մարտունի համայնքի Ծովինար եւ Զոլաքար բնակավայրերում ռոռոկման ջրատարարերի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 21 կիլոմետր երկարությամբ ռոռոկման համակարգ, շահառուները 220 տնային տնտեսություն, ռոռոկվող հողատարածքները 50 հեկտար։ Կոտայքի մարզ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջի երիտասարդական շինարարների պիոներական փողոցներում ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում եւ եզրաքարերի փոխարինում կատարված է աշխատանքների 75%-ը, ասֆալտապատվել է 3.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ, անցկացվել է 69 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման խողովակներ, կատարվել են 11.9 կիլոմետր երկարությամբ մայթերի հիմնանորոգման եւ եզրաքարերի փոխարինման աշխատանքներ, Նայիրի համայնքի Եղվարդ քաղաքի Զովունի, Պրոշյան, Բուժական, Արագյուղ եւ Սարալանջ բնակավայրերի ռոռոկման ցանցի կառուցում
Ավարտական փուլում է աշխատանքները, կառուցվել է 7 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները 1700 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները 115 հեկտար, Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ծիծեռնակ մսուր մանկապարտեզի վերակառուցում, կատարված են աշխատանքների 90%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար։ Եվ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Բերթավան բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում սալապատում տուֆով կատարված շինարարական աշխատանքները 60% են, սալարկվել է 3400 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում եւ սալարկում տուֆքարով կատարված է աշխատանքների 50%-ը, սալարկվել է 8122 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, Իջևան համայնքի Իջևան բնակավայրի մետաղագործների 1-8-9-10 բազմաբնակական շենքերի էներգոարդյունավետ արդիականացում, կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակական բնակելի շենքի 12599 քառակուսի մետր արտաքին մակերեսը։ Հարգելի գործընկերներ, վերջին ծրագրին ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև իհարկե այս թեմային նախկինում էլ անդրադարձեր ունեցել ենք եւ վերջերս նաեւ առիթ ունեցել եմ, քանի որ գտնվում է Իջևանում եւ այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Ես հիմա ճիշտ է, չեմ կարող ասել, մենք շրջակա միջավայրի նախարարությունում էր ծրագիրը, ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիր ունեցել ենք, ավարտվել է, պարոն վարչապետ։ Դե ես հենց այդ եմ ասում, որ մեզ պետք է գտնել ձև շարունակել այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերվում է բոլոր փուլերին, արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանը եւ արդյունավետության բարձրացմանը, այստեղ իհարկե կուտակիչ կայանների ենթակառուցվածքը շատ էական եւ կարեւոր է, էլեկտրական էներգիայի տեղափոխման արդյունավետությանը, իհարկե նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ձևերի բազմազանեցմանը եւ իհարկե շատ կարեւոր է էներգախնայողության ծրագրերը, որը էներգիայի խնայողություն, որ ասում ենք խնայողություն, դրանից տպավորությունն է, թե մենք ավելի սառը բնակարաններ պետք է ունենանք, բայց դրա մասին չի խոսք, ընդհակառակը պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք, ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Բայց հիմա այս ծրագրի արձագանքները լսելով, իհարկե որոշ դեպքերում մենք որակի հետ կապված խնդիրներ ունենք, մասնավորապես Դիլիջան, որ այցելել ենք, շենքերից մեկի պատի հետ կապված խնդիր կար, ելնում ենք այն կանխավարկածից, որ ծրագիրը բնականաբար պետք է բարձր որակով արվի, բայց նաև իմ արձագանքը հետևյալն է, որ այս ծրագրով մենք ներդրված գումար մենք գործնականում ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ուղիղ, առանց չափազանցության, դա տարիների ընթացքում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ մենք հետևյալը պիտի անենք եւ միջգերատեսչական համագործակցությունը այստեղ էլի կարեւոր է, որ մենք պետք է նայենք հանրապետությունը, մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է նա, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք եւ ել եմ ասում մենք այո պետք է ֆինանսավորենք, բայց նաեւ դրանով մենք ուղիղ մարդկանց այդ ընտանիքների գրպանը կամ ընտանեկան բյուջեում կոնկրետ ներդրում ենք անում եւ նաեւ էներգա արդյունավետության խնդիրն ենք լուծում, բայց դա իմ ընկալմամբ միջգերատեսչական կամ որևէ ֆորմատով աշխատանքային խմբի
գործունեության մի փոքր հատվածը պետք է լինի եւ ընդհանրապես էներգետիկ տրանսֆորմացիան, ինչպես մենք արձանագրել ենք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ, պետք է լինի մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը եւ իհարկե մեզ անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել այն փորձը, որը արդեն կա։ Մասնավորապես Գերմանիայի Դաշնություն նախորդ տարեվերջին իմ կատարած այցի ընթացքում մենք այդպիսի մի այց ունեցանք, որը ամբողջությամբ բնակելի մի հատված էր, ըստ էության նոր կառուցված կամ մասամբ նոր կառուցված թաղամաս, որը ամբողջությամբ հենված է էներգետիկ նոր տրամաբանության վրա եւ էներգիայի, իմիջայլոց էներգետիկ վերափոխման տրամաբանության մեջ, օրինակ իրերի ինտերնետը եւ խելացի բնակարանների տրամաբանությունը շատ էական նշանակություն ունի, որովհետեւ մենք չգիտենք ընդհանուր պետական գերատեսչության շենքերում մենք մեծ ծավալով էլեկտրաէներգիա ենք ծախսում, որի կարիք չկա, բնակարաններում էլ, ասենք սարքեր եւ լամպեր, որոնց կարիք չկա, մոռանում ենք, տենց կարան նույնիսկ օրերով միացրած մնան։ Եվ դա չի կառավարում։ Ես սրա համար եմ ասում, որ այս բոլոր կոմպոնենտները պետքա դրվեն եւ զուգահեռ Հայաստանում պետքա զարգանա։ Եվ նաեւ իրերի ինտերնետը պետքա էականորեն զարգանա, որ արդեն աշխարհում կա։ Այսինքն բնակարանում կենցաղային սարքերի հերրավար կառավարման հնարավորություն, ասենք դուս ես եկե, օրինակ օթորակիչը մոռացել ես անջատել, գնացել ես 200 կիլոմետր հեռու ես։ Այսինքն նման բաների վրա այնքան էլեկտրաէներգիա ծախսվում, որ եթե այդ չծախսվի, շատ էական գեներացիա կապահովի։ Այսինքն մենք մտածում ենք անդադ եւ ճիշտ ենք անում, պետք է մտածենք նոր էլեկտրաէներգիայի արտադրության կարողություններ ունենալու համար, բայց մեր աչքի դեմ այդ էլեկտրաէներգիան արտադրվում է եւ կորում է եւ մենք երբ որ այդ խնայողության ռեժիմները դնենք, այդ խնայողությունը լավ չի ինչ ունես տպավորությունը, թե պետք է բան անենք, էլի կչմտենք, որ չօգտագործենք, ուրիշ բառապետ, արդյունավետությունը բարձրացնելով մենք շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել, մանավանդ այսօրվա միջավայրում, երբ որ մեր ներդրումային ծրագրերով մեզ գնալով ավելի ու ավելի շատ էլեկտրական էներգիա է պետք լինելու, բայց ամեն դեպքում դա եւ ընդ որում տնային ընտանիքների բյուջեներից արվում են ծախսեր, որ չի հաշվարկվում, ոչ մեկ չի հաշվարկվում, այսօր մենք խոսում ենք բարեկեցության մասին, աղքատության մասին, մենք չգիտենք մեր տներում ինչքան սարք անիմաստ միացրած մնաց եւ մենք մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, մի տարի, 5 տարի, 10 տարվա ընթացքում ինչքան փող դրա համար ավել գնաց, երբ որ հաշվարկ արվի, կարող մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու, չի կարա այդպես չլինի, չի կարա բացառված է, որ այսօր համատարած այդ խնդրեմը կա։ Եվ միշտ էլ եղել է։ Այսինքն էներգետիկ տրանսֆորմացիա ասելով ես այս նկատի ունեմ, որ էներգիայի մասին մեր պատկերացումները էականորեն պետքա փոխվեն։ Կամ էլի նույն օրինակն եմ ուզում բերեմ, երբ որ նախորդ տարի թոշակառուներից մեկի հետ հանդիպում էի արել եւ մարդը բացատրում էր, որ դե ասում էր թոշակը չի հերիքում, որ տունը տաքացնենք։ Եվ սկսում էր եւ երբ որ ես հետաքրքրվեցի, ես հասկացա ինչքան էլ թոշակը բարձրացնենք, այդ տունը չի տաքանալու, որովհետեւ այդ տունը էներգոարդյունավետ չի, ասենք լավ, միջին բանը 17 աստիճանը կարող ենք դարձնել 17.2 կամ 17.5, բայց դրանից բան չի փոխվում, որովհետեւ եթե էներգոարդյունավետ չի, այսինքն պատուհանների արանքից փչում է, ինչքան ուզում ես բան արա, ինչքան կարաս ջերմություն ներմղես այդ բնակարան, որ այդ բնակարանը կայուն ջերմաստիճան ունեն, դա բացառված բան է, չի կարող լինել այդպիսի բան պարզապես։ Հետևաբար ես հենց այս նկատի ունեմ էներգետիկ տրանսֆորմացիա ասելով եւ սա մեծ աշխատանք է, ել եմ ասում, սա մի նախարարության աշխատանք չի, այստեղ մենք պետքա կառավարման ավելի ճկուն ֆորմատներ ունենանք, որպեսզի մենք կարողանանք համատարած, այսինքն ռազմավարությունը եւ պլանը ունենալ եւ մշակել, բայց այդ ծրագիրը, որը ավարտվել է եւ որը դժբախտաբար, ես ինչքան հասկանում եմ, ամբողջ ծավալով մենք տենց է չկարողացանք իրականացնել, եւ այդ թվում մեր ընկալումներ, այդ համակարգային դիմադրությունը տեղել է արտահայտվում։ Նախ ընկալում չկա,
Այսինքն նույնիսկ բնակիչներ, երբ որ մենք սկսում ենք այնտեղ, մարդիկ դեռ չեն բանանում, չեն ընդունում, որովհետև այնտեղ կտոր կար 5%, թե ինչքան բնակչությունը պետքա վճարի եւ այդպես շարունակ։ Եվ մենք պետք է այդ օրինակով ցույց տանք, որ 5% վճարելով իրանք 70% խնայողություն են անում։ Եվ այդ նույն տրամաբանությունը մենք դնենք եւ նաեւ գործընկերների հետ բանակցենք, գուցե հնարավոր լինի նաեւ չօգտագործման մասը նորից բերել այդ ծրագրի եւ շարունակել։ Բայց սա շատ կարեւոր ռազմավարական ծրագիր է եւ խնդիրը ավելի մեծ եմ ձևակերպում։ Հանրապետության բոլոր պանելային շենքերը մենք պետք է խնդիր դնենք, որ լուծենք, չգիտեմ դա ինչքան ժամանակ կտևի, այդ նույն բանաձևով բնակչությունն էլ պետք է մասնակցի, որովհետև այդտեղ կոնկրետ Իջևանի դեպքում ինչքան հասկացա, վերելակների փոփոխություն էլ է տեղի ունեցել եւ այլն, ինչայց այդ շենքերում երևի շահագործման օրից վերելակ չի աշխատել, հիմա վերելակները աշխատում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը, որ էլի Իջևանի հետ կապ ունի, ես առիթ ունեցել եմ այս դահլիճում ասելու, որ մենք Իջևանում սուբվենցիոն ծրագրով իմ հանձնարարությամբ, բայց սուբվենցիոն ծրագրով լողավազան ենք բացօթյա ստեղծել եւ որը արդեն սկսում է աշխատել։ Իհարկե այնտեղ որոշ տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս, որովհետեւ էլի նոր բան է բոլորովին մեզ համար եւ ջրի մաքրման հզորությունները կամ համակարգը պետք է ավելի լավ արկվի։ Դա էլ համատարած խնդիր է Հայաստանի համար, որ մասնավորապես Հայաստանի բնակավայրերի, քաղաքների մի մեծ մասում երեխաները ուղղակի լողալու տեղ չունեն։ Եվ դա խնդիր է, եւ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք եւ դա էլ տեղավորելով մեր նախընտրական կոմբինացված խաղահարապարակի տրամաբանության մեջ, որովհետեւ լողավազանն էլ է ըստ էության խաղահարապարակ, իհարկե առանց նվազեցնելու։ Մենք պետք է դուրս բերենք եւ առնվազն այն քաղաքներում, սկզբնական շրջանում, որտեղ գոնե 3 ամիս, ավելի քան 3 ամիս լողալու բացօթյա բան կա, սեզոն կա, այդ նույն ծրագիրը պետք է իրականացնենք նաև մեր բոլոր քաղաքներում, որպեսզի բոլոր նման քաղաքներում, իհարկե տեղեր կա, որ լողի բացօթյա լողի սեզոնը շատ կարճ կլինի, երևի իմաստ չի ունենա։ Եթե կան այդպիսի բնակավայրեր, բայց կարող է բոլոր տեղերն էլ 3 ամիսը ապահովում է։ Ինչ։ Հա, այդ դեպքում ավելի լավ է փակ, այս դեպքում բացօթյա լողավազանի մասին է խոսքը, բայց ես խնդիր դնում եմ, որ բոլոր քաղաքներում, առնվազն սկսելով մարզ կենտրոններից, մենք բոլոր քաղաքներում այս տրամաբանությամբ ունենանք բացօթյա լողավազաններ, որոնք ազատ կլինեն, բայց իհարկե սպասարկման համար պետք է այդտեղ էլ նայել ֆինանսական սխեման, որովհետև հանդերձարան եւ այլն, ես կարծում եմ պրոբլեմ չի լինի, ընդհակառակը լավ կլինի, եթե պարզվի, որ այդտեղ կարելի է պատվիրակել, արտապատվիրակել, որպեսզի նորմալ սպասարկումը լինի սանհանգույց եւ այլն, որ փոքր ինչ որ անհրաժեշտ վճարովի սկզբունքներով լինի, լողավազան լինի ազատ։ Համենայն դեպս կարծում եմ, որ սա էլի կյանքի եւ ընդհանրապես մանկության փոփոխության շատ էական գործոն է եւ մենք իհարկե պայմանավորվել ենք, ես մարզպետին էլ Իջևան համայնքի ղեկավարին էլ ասել եմ, որ նախագիծը ինքը պայմանական ասած տիպային նշանակություն ունի, հիմա ինչ խնդիրներ կա, որ այնտեղի հայտ կգան, որովհետև առաջին նման ծրագիրն է եւ ըստ էության մեզ համար անծանոթ թեմա, որտեղ մենք նոր ենք մտնում, ինչ խնդիրների հայտ կգան, մենք ընդհանրապես բնականաբար կլուծենք, բայց նաև այդ գիտելիքը կկուտակենք, որպեսզի հաջորդ ծրագրերում արդեն իրականացնենք բոլորովին նոր արդեն տրամաբանությամբ։ Չնայած այնտեղ է մեծ խնդիր, ես ինչքան հասկանում եմ, չի լինելու։ Խոսքը վերաբերվում է մաքրման համակարգի գծագրերին եւ այլն, հիմա աշխատանքները արվում են, պարոն մարզպետ, որ կարգավորվի։ Այո, պարոն վարչապետ, հիմա աշխատանքները ընթանում են, երկուշաբթի օրը մասնագետը խոստացել է, որ ամբողջությամբ պատրաստ կլինի։ Շատ լավ։ Եվ հաջորդը սուբվենցիոն ծրագրերի մասին նախորդող շրջանում մարզպետների հետ ամփոփելով ես հասկացա, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալները էականորեն աճում են եւ գործնականում այն ինչ որ արվել է նախորդող 8 տարվա ընթացքում, հիմա համայնքները ընդհուպ կա, որ մի տարվա 2026 թվին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր,
բայց նաև ես ուզում եմ ասել, որ ակնհայտավոր սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը էականորեն վերափոխել է եւ հանրապետությունն ընդհանուր առմամբ վերափոխել եւ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունը այնտեղ արտահայտվում է եւ իհարկե մենք մաքսիմալ պետքա այդ ծավալները վերցնենք եւ այդ ծավալներով շարունակենք առաջ գնալ եւ իմ ընկալումն է նա, որ եթե մենք այս տրամաբանությամբ գնանք, այն փոփոխությունը, որ մենք տեսել ենք նախորդող 8 տարիներին, այդ տրամաբանությունը մենք առաջիկա 3 տարիներին, այո։ Չէ, դա բան չի, դա քննարկման ենթակա չի, դա պետք է արվի։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ամբողջովին համաձայն եմ, մենք նախորդ տարի պատմական մեծ չափի համաֆինանսավորում ենք ունեցել, շուրջ 60 միլիարդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդհանրապես կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը միայն գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը, դա այն հայտերն են, որոնք ներկայացվել են 2026 թվականի համար։ Ես էլի ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ խնդրի վրա, մենք առաջիկայում պետք է աշխատենք եւ նաեւ գնահատական ունենանք բնակավայրերում ստվերի կրճատման տեմպերի մասին։ Խոսքը նրա մասին է եւ այդ հնարավորությունը մենք ոնց որ թե արդեն մեր տեխնիկական բաներով, մոդուլներով ունենք, մենք պետք է գնահատենք ամեն բնակավայրում ստվերը ինչքան է կրճատվում, որը արտահայտվում է ՀԴՄ կտրոնների, այսինքն առևտրի արձանագրմամբ։ Մենք կունենանք փորձագիտական եւ դա նույնպես որպես գործակից հաշվի կառնվի, որովհետեւ եւ այս process-ը նաեւ մեր բյուջեի հավաքագրումները, եկամտային մասի դինամիկան մեզ հուշում է, որ դա գործոն է, որը իրական ազդեցություն է ունենում եւ հետո մենք պետք է գնանք այս տրամաբանությամբ։ Ես նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջ խնդիր եմ դրել, որ մեզ այս բանի ինչ էր անունը դրոշմապիտակներով համակարգ, այսինքն ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի մաքսիմալ, այս տարի մաքսիմալ պետք է ընդլայնվի։ Հաջորդող շրջանում մենք պետք է մտածենք այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու հնարավորությունների մասին։ Այսինքն հիմա մի օպերատոր ունենք, ապագայում մենք կմտածենք մի քանի կամ 2 օպերատոր ունենալու մասին, բայց 26 թվի ընթացքում 27 թվի հունվարի 1-ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի այս դրոշմապիտակավորման, այսինքն ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, ամեն ինչը պետք է դրոշմապիտակավորել։ Այն ինչ որ հնարավոր չի դրոշմապիտակավորել, էդ էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև տենց բան չկա, որ հնարավոր չի դրոշմապիտակավորել։ Այսինքն եթե ապրանքներ կան, որոնց գինը, չգիտեմ, այդքան չի, որ բայց եթե համախառն գինը այդքան, այդ էլ է պետք դրոշմապիտակավորել։ Եվ հաջորդ էլի ուզում եմ հիշեցնել, որ դա էլ է անհետաձգելի։ Մենք միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկենք եւ պետք է կարգավորում մտցնենք, որ X ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն դա վերաբերվում է եւ միկրոբիզնեսին եւ շրջանառության հարկով աշխատողին, տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ ՀԴՄ կտրոնները պետքա թողարկվեն, չի կարող այլ կերպ լինել։ Հիմա ես հանձնարարում եմ, որ այս երկու կարգավորումը իրար հետ անենք, որպեսզի հունվարի 1-ից 2027 թվի աշխատի։ Միկրոբիզնեսը 24-ից դառնա 50 միլիոն դրամ տարեկան շրջանառությունը, բայց ցանկացած միկրոբիզնեսով եւ շրջանառության հարկով աշխատող ցանկացած ընկերություն, որ մի տարվա մեջ ես չգիտեմ, դա քիչ եմ ասում, նորմալ չի մի տարվա մեջ 3 շեմ դնել, 3 անգամ ՀԴՄ կտրոն չթողարկելու փաստ արձանագրվեց այդ ընկերությունում, 5 տարի այդ ընկերությունը դուրս է գալիս եւ միկրոբիզնեսը եւ շրջանառության հարկի համակարգից եւ պետքա գործի ավելացված արժեքի
հարկի համակարգում եւ հունվարի 1-ից այս կարգավորումը նույնպես պետք է ուժի մեջ մտնի եւ դրոշմապիտակավորումը հնարավոր ամեն ինչը մենք պետք է անենք դրոշմապիտակավորումով։ Ես հույս ունեմ, որ համակարգային առումով պատրաստ ենք մենք եւ այդտեղ խնդիր չկա։ Շատ լավ, կան դիտարկումներ թեմաների վերաբերյալ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։